Բարի եւ օրհնյալ Կիրակի սիրելի Աստծո որդիներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ուրախ ենք ձեր քաղցր դեմքերը տեսնելով այսօր։ Եկեք ջերմ ծափահարենք Տիրոջը իր ներկայության համար, իր այստեղ լինելու համար։ Նա խոստացավ, որտեղ 2-3 հոգի կհավաքվեն իր անունով, նա այնտեղ է նրանց մեջ։ Եվ այսօր վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ունի այս կենթանի վկայությունը, որ Քրիստոս մեր մեջ ներկա է։ Ամեն։ Ինչ որ մեկին դարձիր, ողջունիր, բարի գալուստ ասա, լավ օրհնության խոսքեր ասա, իր ժպիտից, իր դեմքի ուրախությունից կիմանաս։ Ամեն ինչ լավ անցավ, թե չէ։ Տերը օրհնի բոլորիդ սիրելիներս, ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ, Տիրոջ տան մեջ։ Բարի գալուստ եմ ասում յուրաքանչյուրիդ, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են, եւ եթե դու առաջին անգամ ես այստեղ, լավ առիթ է, որ դու քո կյանքը, քո սիրտը, քո փառաբանությունը բերես Աստծուն եւ ասես Տեր, լավագույնս որ ունեմ, տալիս եմ քեզ։ Ամեն։ Եկեք միասին աղոթենք, Աստծո խոսքի համաձայն ասում է ամեն բանից առաջ աղոթք արեք։ Եկեք աղոթենք միասին, հանձնենք Տիրոջ հեսպահը եւ միասին փառավորենք։ Երկնային մեր Արքա, շնորհակալ ենք քեզ։ Այս Կիրակին դու հանգստացար եւ քո 7-րդ օրը սրբեցիր, մաքրեցիր եւ մեզ էլ մտցրեցիր քո հանգստի մեջ եւ մեզ տվեցիր պատվեր, որ գանք քո ներկայության մեջ քեզ փառավորելու համար։ Երկնային Թագավոր, մեր Աստված, մեր Տեր, մենք շնորհակալ ենք, որ մեր բոլոր ծանրաբեռնվածություններից են կողմ դու ուզում ես մեզ թարմացնել եւ հավատում ենք, որ այսօր այդ օրն է, որ դու մեզ պիտի նորոգես եւ մեր ուժը պետքի նորոգվի եւ վեր սլանանք արծիվների պես եւ հավատում եմ Տեր Աստված քո ճշմարիտ խոսքին, որ դու քո զավակների համար ունես խոսք, ունես պատգամ, ունես օրհնություն։ Սիրելի Տեր, աղոթում եմ, որ այսօր յուրաքանչյուրիս համար մեր բաժինը տաս եւ օրհնես մեզ։ Շնորհակալ ենք Տեր, թող փառավորվի անունդ երգի մեջ, աղոթքի մեջ, պաշտամունքի մեջ, ամեն բանի մեջ ինչ որ կանենք, թող մեծարվի մեր սիրելի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ալելույա։ Ամեն։ Եկեք հզոր ծափահարություն տանք Տիրոջը։ Հալելույա։ Այսօր մենք հրաշալի հյուրեր ունենք, մարդիկ, որոնք որ իսկապես օրհնություն են մեզ համար։ Ես միանգամից բոլորին չեմ ներկայացնի, հետո կներկայացնեմ, ասենք այսպես հերթով կգնանք, որ ավելի ինտրիգը շատացնենք, պես ավելի լավ կլինի։ Այսօր ես խնդրել եմ, որ մեր թանկագին իմ ընկեր Քրիստոսով եղբայր Հովիվ Աշոտ Մարտիրոսյանը մեզ ծառայի երգով, աղոթքով, խոսքով, մի խոսքով, այն ինչ որ Աստված շնորհել է իրան պաշտելու, երկրպագելու եւ փառավորելու համար խնդրել եմ, որ այսօր եղբայրս մեզ առաջնորդի։ Եվ հետո հաջորդ մեր հյուրին ընթացքում կներկայացնեմ, հյուրերին հետո կներկայացնեմ, բայց ուզում եմ միանանք այսօրվա փառաբանությանը, ամեն, միանանք պաշտամունքին, միանանք օրհնությանը, ամեն բան անենք, որ Աստված փառավորվի։ Հալելույա։ Եկեք ավելի հզոր ծափահարությամբ այստեղ հրավիրենք Աշոտ Մարտիրոսյան եղբորս, խնդրեմ Աշոտ եղբայր ջան, համեցեք։ Իրոք Արտակ եղբայրը շատ քաղցր եղբայր է։ Համաձայն եք։ Ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, ուղիղներին վայելում է օրհներգությունը։ Փառաբանեք Տիրոջը քնարով, 10 լար ունեցող քնարով, սաղմոս երգեցեք նրան, նոր երգ երգեցեք նրան, լավ նվագեցեք լարով գործիքը, ցնծության բարձր աղաղակով, որովհետև արդար է Տիրոջ խոսքը եւ նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։ Ամեն։ Այստեղ գրված է բարձր երգեք, լավ երգեք, ուրախ երգեք։ Սաղմոս 143-ի խոսքերի վրա։ Երբ եղբայրներ մեկտեղ են, ինչքան գեղեցիկ ու բարի է, երբ եղբայրներ մեկտեղ են, մենք միաբան, միշտ միաբան, լա 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 լա, մենք միաբան, միշտ միաբան, լա 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 լա, ինչքան
ինչքան գեղեցիկ ու բարի է, երբ բոլորս մեկտեղ է, ինչքան գեղեցիկ ու բարի է, երբ բոլորս մեկտեղ է, մենք միաբան, միշտ միաբան, եղբայրներ լինենք միշտ միաբան, մենք միաբան, միշտ միաբան, բոլորս լինենք միշտ միաբան. Հարտանք Տիրոջ գործերին, հարտանք Տիրոջ աղբության, Հորը որդուն Սուրբ Հոգուն, հարտանք Տիրոջ անունին, հարտանք Տիրոջ աղբության, Հորը որդուն Սուրբ Հոգուն, եկեք միացեք մեր երկիր, ալելույաներ բարձրացնենք Տիրոջ, եկեք սաղմոսներով փառաբանենք Տեր Տիրոջ. Հարտանք Տիրոջ անունին, հարտանք Տիրոջ աղբության, Հորը որդուն Սուրբ Հոգուն, հարտանք Տիրոջ անունին, հարտանք Տիրոջ աղբության, Հորը որդուն Սուրբ Հոգուն, եկեք միասին աղոթել, Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ, գտա մեզ շնորհել ձերի անհամար Տիրոջ. Հարտանք Տիրոջ անունին, հարտանք Տիրոջ աղբության, Հորը որդուն Սուրբ Հոգուն, հարտանք Տիրոջ անունին, հարտանք Տիրոջ աղբության, Հորը որդուն Սուրբ Հոգուն, միշտ միաբան, մենք միաբան, միշտ միաբան, la 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 la, մենք միաբան, միշտ միաբան, եղբայրներ լինենք միշտ միաբան. Ամեն. Ձեռքերիդ մեջ է ամբողջը իմ Տեր քոն է հանգիստը իմ քո հոգու մեջ է ողջ կյանքը իմ քոն է Հարտ Տիրոջը, վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը սիրում է Աստծո ավետարանի մի մասը լինել, ամեն, գիտեք Աստված իր ձեռքերն ու ոտքերը բաժանեց իր եկեղեցու մեջ, ես ու դու ենք այսօր Քրիստոսի մարմինը, ձեռք, ոտք, ականջ, խոսք, աչք, ամեն բան կարծես Աստված բարեխառնեց իր մարմնի մեջ և մեզ օրհնեց այդ ողորմեց և տվեց այդ առիթը, որ մենք նրա հետ մաս կազմենք իր փառավոր գործին. Մենք կգա ժամանակ, որ չենք լինի, բայց այն ամեն ինչ, որ մենք կանենք, կմնա և կխոսի մեր փոխարեն. Ամեն մի նվեր, ամեն մի ընծա, երբ որ մենք բերում ենք Տիրոջ առաջ, մեր նպատակն է
սրտանց անել դա, որպեսզի ավետարանի գործը առաջ գնա։ Հավատացեք, եթե դուք չեք կարող քարոզել, եթե չեք կարող գնալ, եթե չեք կարող այցելել, եթե չեք կարող շատ բաներ անել, բայց ձեր միջոցները կարող են ծառայել Տիրոջ ավետարանի գործին։ Սրա համար Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ հարցը չափը չէ, բայց Աստծո խոսքը լավ չափ է դրել։ Ասում է, ինչ չափով չափես, նրանով կչափվի քեզ։ Մյուս կողմից էլ ասում է, առատ սերմանողը առատ էլ կհնձի։ Ուզում ես առատ հունձ կունենաս, առատ ցանիր Աստծո տան եւ տնաշինարարության համար։ Վստահ եմ, որ Աստծո օրհնությունները չեն ուշանալու։ Ամեն։ Եկեք միասին կանգնենք, մեր ընծաները, մեր նվերները բերենք Տիրոջը որպես մեր սիրո արտահայտություն եւ պիտի խնդրեմ Աշոտ եղբայրս նորից գա այստեղ միասին մի հրաշալի երգ երգել։ Տերը թագավոր է, նա մեծափարություն է հագել, Տերը զորություն է հագել եւ իր ձեռքը մեզ հետ է, հաստատ է ագահը արարչի եւ հավիտյան է նա, մեր ծափերով միասին նրա խոսքով աշխարհը հաստատ է, նրա խոսքով իմ կյանքը հաստատ է, նրա խոսքով հավատքս հաստատ է եւ չի սասանվում, նրա խոսքով աշխարհը հաստատ է, նրա խոսքով իմ կյանքը հաստատ է, նրա խոսքով հավատքս հաստատ է եւ չի սասանվում։ Բարձրացնու քո ծափահարությունը նրան եւ օրհնի, մեր թագավորը արժանի այս լավ պաշտամունքի։ Տերը թագավոր է, նա մեծափարություն է հագել, Տերը զորություն է հագել եւ իր ձեռքը մեզ հետ է, հաստատ է գահը արարչի եւ հավիտյան է նա, նրա խոսքով աշխարհը հաստատ է, նրա խոսքով իմ կյանքը հաստատ է, նրա խոսքով հավատքս հաստատ է եւ չի սասանվում, նրա խոսքով աշխարհը հաստատ է, նրա խոսքով իմ կյանքը հաստատ է, նրա խոսքով հավատքս հաստատ է եւ չի սասանվում։ Ով Աստված, գոհնեմ քեզ անդադար, հրաշալի քո փրկության համար, քո սիրո մասին մենք կերկենք, քո անունը կմեծարենք, նա լցրեց մեզ ցնծության, նրա առջև մենք հզոր ենք մեր ուրախությամբ, դե եկեք նրան փառաբանենք, գոհությամբ երգենք պաշտենք, ծափերով Նորից միասին երգենք ով Աստված, գործնենք քեզ անդադար, ով Աստված, գործնենք քեզ անդադար, հրաշալի քո փրկության համար, քո սիրո մասին մենք կերկենք, քո անունը կմեծարենք, նա լցրեց մեզ փրկության, նրա առջև մենք հզոր ենք մեր ուրախությամբ, դե եկեք նրան փառաբանենք, գոհությամբ երգենք պաշտենք, դե եկեք նրան փառաբանենք, գոհությամբ երգենք պաշտենք, դե եկեք նրան փառաբանենք, գոհությամբ երգենք պաշտենք։ Հալելույա։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի մեր սիրելի Տերը, ամեն։
Փառք Տիրոջը, գոհությամբ ամեն բանի մեջ գոհությունով մեկտեղ մեր խնդրվածն ու աղաչանքը հայտնի անենք Տիրոջը։ Այսօրվա համար էլ կարող ես գոհանալ։ Կարող ես սրտանց փառք տալ Տիրոջը։ Տեր, շնորհակալ եմ այսօրվա համար, որ արթնացա, որ կամ, որ քայլեցի, որ հասա քո տուն եւ հիմա էլ սուրբերիդ հետ միասին երկրպագում ու փառաբանում եմ քեզ։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Փառք Տիրոջը։ Երբ ես մոտ 8 տարեկան երեխա էի, իմ սրտի մեջ մեծ երազանք կար։ Ամեն ինչից ինչ որ ձայն էր գալիս, պիտի նվագեի, պիտի ձեն գար։ Ես հիշում եմ, երբ որ ինձ հայրս ասեց, որ լավ կլինի, որ գնաս անգամ մեր մի եղբայր ունենք, հետո դարձավ մեզ եղբայր հարևան էր, ասեց, գնա իր մոտ կոշկակարություն սովորի, ասի շատ լավ։ Գնացին կոշկակարի, արդեն 13-12 տարեկան, մի քիչ երևի ավելի։ Գնացի այնտեղ, գիտեք ինչներ է տարկիր, գնացել եմ այնտեղ, հիմա սոսինձներ դրած տարբեր էսպես ապակի անոթներով։ Հիմա այս մարդը ինձ սովորած մորում նա ես սենց անում են, նենց ես անում։ Ես այնտեղ երկու հատ դանակ եմ վերցրել, ծնգլը տալիս եմ ես։ Ձենա գալի։ Այս մարդը վերջը հելավ գրած պապայից բողոքեց, ասեց լսի, ասեց, այս մարդուն իզուր ես բերես, իր գործը չի։ Այս մարդու գործը ուրիշ բան է, ինչից ձենագալի նվագում է տար, ասեց, այս մարդու թողի մոտ չմնա այս երեխեն։ Բայց այդ ժամանակվանից արդեն ես ոտք էի դրել երաշտական, այսպես մեծ երազանքների աշխարհ եւ հանկարծ Աստված մի հետաքրքիր սկիզբ դրեց մի հրաշալի մարդու միջոցով իմ կյանքի մեջ։ Եվ ով գիտեր, որ այդքան 42 տարիներ հետո պետք է իմ շատ սիրելի հարվածային գործիքների դասատուն մեկ օր այստեղ Միացյալ Նահանգներում կանգնի նույն բեմի վրա եւ միասին պիտի փառավորենք Տիրոջը։ Այստեղ է իմ հրաշալի ուսուցիչը, Արայիկ եղբայրս, Վիլա քրոջս հետ միասին, եկեք ջերմ ավելի լավ ծափահարենք, այս մարդիկ իսկապես մեր ընտանիքի բարեկամներն են երկար տարիներ։ Եվ ես ուրախ եմ Արայիկ եղբորս տեսնելու այստեղ, Վիլա քրոջս տեսնելու այստեղ, Արայիկ եղբայր ջան, տարիները անցնում են, բազմազանություն կար ամեն ինչի մեջ բան, բայց Աստծո ներդաշնակությունը գեղեցիկ է, երբ որ Աստված նկարագրում է ամեն բան, նախախնամում է ամեն բան եւ բերում է ճիշտ ժամանակին, որպեսզի մենք Տիրոջը ծառայենք միասին։ Արայիկ եղբայրս հրաշալի երաժիշտ է, հարվածային գործիքների գերազանց մասնագետ եւ գեղեցիկ ձայնի ու երգի է տիրապետում, որի վկան կլինենք մենք հենց այսօր։ Դրա համար ուզում եմ մեր սիրո ծափահարություններով եւ ողջույններով այստեղ հրավիրեմ Արայիկ եղբորս։ Արայիկ եղբայր ջան, համեցիր ջիգարս։ Պատմոսքի բոլորը։ Իրոք մենք թե ընտանեկան, թե երաշտական կյանքում հարազատներ ենք եղել։ Տերը օրհնի ձեզ։ Իրոք այսօրվա օրը, այս հանգիստի օրը, որ բոլորդ եկել եք, Տերը օրհնի ձեզ, ձեր ընտանիքները։ Մեր բոլոր ընտանիքներում կան հոգսեր, չէ՞։ Մեր բոլոր ընտանիքներում կան խնդիրներ, չկա մեկ որ չասի չկան, բայց ով որ գալիս է Աստծո առաջ, հավատացեք, որ հավատքով եւ սպասումով եւ ստանում է, գողությունով մտեք դռները։ Սա մեծ բան է, երբ որ դու գոհանում ես Աստծուց, դեռ չստացած։ Արեք մի հատ օրինակ բերենք աշխարհից։ Երբ որ մեկը գնում է ընդունվելու մի գործ, չի աշխատում, բայց խոստանում են իրան, որ կաշխատի, ինչ ասում ինքը։ Շնորհակալ ենք, չէ՞, շնորհակալությունը արդեն հայտնում է դեռ չաշխատած։ Դրա համար այսօր դեռ չմտած սրահը գոհացեք Տիրոջից, որտեղ պիտի ստանանք ժողովուրդ ջան։ Նույնիսկ երբ որ հայտարարվում է, երբ որ գալիս է բժշկություն, ձեր տեղից ելեք կանգնեք, մի քայլ արեք, դա նշանակում է, ես հավատում եմ, որ կբժշկվեմ։ Իսկ ով որ նստած է, չի բժշկում, գիտեք, չէ՞ ինչ ասեմ, այտենց էլ գիտեի։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես կուզում եմ մի խոսքի վրա կանգ առնեմ, հետո նոր կերկենք։ Արեք մի քիչ խոսենք, ժողովուրդ ջան, խոսենք Աստծո խոսքից։ Խոսքը թեպետ մենք չենք եղել նրա կողքին, խաչելությանը չենք եղել, բայց Սուրբ խոսքը մեզ հասել է ավետարանի, չէ, առաքյալների միջոցով, եւ այդ խոսքը ունի զորություն, ժողովուրդ ջան, որը ինչ է անում, ցույց է տալիս իր զորությունը, ինչով իր հաղթանակը, հռչակումը հաղթանակը, եւ այն պիտի մենք իրականացնենք մեր կյանքում, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, շատ անգամ հանդիպել ենք թագավորելու կյանք, չէ, հարուցյալ կյանք, բայց իրականացնելու կյանքը, սա մեզանից է կախված, ժողովուրդ ջան, շատ կարևոր է այն իրականացնենք մեր կյանքում, ինչու, որովհետև Աստված ուզեցավ իր ծրագիրը իրականացնել Ադամի միջոցով, բայց չստացվավ։ Բայց ինչ արեց ասում, քանի որ անհնազանդ էր, մեղանչեց, չէ, ասեց սերովբեներ, քերովբեներ դնեմ, չէ, կենաս ծառից։ Կարող է գա մեղավոր մարդը օգտվի, չէ, կենաս ծառից, բայց Աստված չուզեց մեղավոր մարդը մոտենա կենաս ծառին, եւ դրա համար ինչ ասում։ Այսօր
Գողգոթայի միջոցով բացեց ճանապարհ։ Եվ ինչ ասում, համարձակություն ունենք մոտենալու սրբության սրբոց, համարձակություն ունենք մոտենալու փառած աթոռին, ժողովուրդ ջան, այսօր Գողգոթայի միջոցով ճանապարհ բացեց, ժողովուրդ ջան։ Նայեք, անառակ որդին ինչ էր արել, լավ բաներ արել, որ ստացավ 3 հատ դրական, ինչ պատասխան եւ դրական օրհնություն, արդարության պատմության մատանի կոշիկներ, ինչ էր արել։ Վատնել էր սա ամեն ինչ, բայց Սուրբ Հոգին ասեց, երբ որ գնամ կուղարկեմ, քանդիմանի մեղքը մարմնի մեջ, չէ՞։ Դրա համար հանդիմանեց մեղք, ասում է, ինքը զինք եկավ, ինքը զինք գալով ինչ արեց, ասեց, մեղանչեցի երկնքի առաջ, մեղանչեցի հորս առաջ։ Ժողովուրդ ջան, շատ կարևոր է, գնամ ծառա լինեմ, բայց մենք ծառայության հոգի ինչ ունենք, չէ՞։ Որդեգրության հոգին ունենք, որով ինչ ենք կանչում, Աբա Հայր։ Թող փառավորվի իր մեծ անունը, ժողովուրդ ջան։ Ես կուզեմ կարդամ Հովանու առաջի Հովանի, հենց առաջի գլուխ առաջի խոսքից ավելի մոտենանք խոսքին, ժողովուրդ ջան։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Այն, որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք եւ մեր ձեռքերը շոշափեցին կյանքի բանի համար։ Առաքյալը վկայում է, որ իրոք այս իրականությունը, այս ամենը ինչ որ կար, նրանք սիրելի աշակերտներ, չէ՞ Հովանեսը։ Շանա վկայում է, ինչպես է Տիրոջը տեսել, ինչպես է վկայում նրա խոսքը, ինչպես է ձեռքը շոշափել նրան։ Եվ կյանքը հայտնվեցավ եւ մենք տեսանք եւ վկայում ենք եւ պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր երևցավ մեզ։ Թող փառավորվի իր մեծ անունը, հավիտենական կյանքը դա Տիրոջ ծրագիրն էր, որ ուզում էր Ադամի հետ Եդեմյան պարտեզից սկսել, ժողովուրդ ջան, Եդեմյան պարտեզից։ Այն որ տեսանք, այն որ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ։ Սա գիտեք ինչ է նշանակում, հաղորդություն ունենանք ինչի հետ։ Մեզ հետը որն է, խոսքի հետ, ժողովուրդ ջան, ավետարանին։ Իրանք ներկայանում են որպես ավետարանիչներ, ավետարանը Աստծո խոսքն է։ Առաքյալը այստեղ խոսում է իր մասին, որ ինքը խոսքն է, ինքը փոխանցել է խոսքը։ Եվ նայեք հաղորդությունը ոնց է ալնում։ Այն տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ եւ մեր հաղորդությունը հոր հետ։ Աստծո գործն է կատարում եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Խոսքին դուք մոտենալով դու մոտենում եք Քրիստոսին, Քրիստոսին մոտենալով դու մոտենում եք Աստծուն, ժողովուրդ ջան։ Դրա համար այս երապատիկը, երակապը այս հաստատում մնա, ժողովուրդ ջան, Հայր որդին, Սուրբ Հոգին, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ սա գրում եմ ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Այսօր բոլորս ուրախ ենք։ Դավիթը ինչ ասեց, ես ուրախ եղա, երբ ինձ ասացին Տիրոջ տունը գնանք։ Այսօր մենք Հիսուսով արդարացած ենք եւ խաղաղություն ունենք։ Մենք ուրախ ենք։ Դու նկատել եք Պողոս առաքյալը իր լրիվ թղթերի մեջ սկզբից միշտ գրում է Աստծո շնորհքը եւ խաղաղությունը։ Այդ խաղաղությունը շատ կարեւոր, ժողովուրդ ջան։ Եթե դու այսօր խաղաղ չես կարա Աստծո խոսքը խոսալ։ Եթե այսօր դու խաղաղ չես կարա ինչ-որ մեկին Աստծո խոսք փոխանցել կամ հաշտեցնես։ Եթե դու խաղաղ չես, ո՞նց կարաս ուրիշը խաղաղեցնես։ Կույրին, որ առաջնորդի ուր կընկնի։ Փոս Աշոտ ջան։ Վերջ մեռնեմ օրենքին։ Կա օրենք, չէ՞։ Ժողովուրդ ջան։ Ուրեմն, արեք խոսենք մի բանից։ Հիմա խոսքը գնում է ինչի մասին հիմնականում, որ հրճակեց խոսքը ունի զորություն, չէ՞ խոսքը։ Արեք հիմա հասկանանք խոսքի բնույթը, ինչից ազատեց մեզ։ Բոլորս գիտենք Գողգոթայով ինչ ենք մենք խաչի միջոցով ազատագրված ենք եւ այրան միջոցով արդարացած։ Ինչից մեզ ազատեց։ Արեք 4 կետ, խոսենք 4 կետից, որից հետո երկենք ժողովուրդ ջան։ Մեղքի պատիժից։ Որն էր մեղքի պատիժը։ Մեղքը ունի պատիժ, թե չէ։ Անպայման։ Ասում է Եվայի աչքին նենց հաճելի երևաց, չէ՞ այդ միրգը։ Քանի անգամ օրական անցած գլեր, երևի մի 10 անգամ անցած գլեր, բայց սատանայի խոսքերից հետո ասում է, նենց հաճելի էր, գրավելի չէ, հաճույքով, չէ, բայց Աստված ինչ էր ասել, որ օրն ուտեք, այդ օրը կմեռնեք։ Իսկ Հակոբոսն ինչ ասեց, Եվա ջան, միտքդ գործեց, սիրտդ գործեց, կերար, չէ, մեղքի վարձքը, այսինքն մեղքի պատիժը ինչն է։ Մահը։ Ուրեմն հիշենք, ժողովուրդ ջան, մեղքի պատիժը մահն է։ Մեզի ազատեց մեղքից ու մահից։ Երկրորդ Մեղքի գերություն, որն է մեղքի գերությունը, ժողովուրդ ջան, ծառայություն ինչի, կուռքերի, Եգիպտոսում քանի տարի, 40 տարի, չէ ժողովուրդ ջան, ծառայություն, գերություն, դրանից հետո ելավ տանելու Քանանի երկիր, նորից գերություն, խստացրել էին պարանոցները, չէին ենթարկում, ինչ ասեց, այս խստապանանուց
ժողովուրդը չի մտնի Քանանի երկիր, միայն երիտասարդները մտան, որովհետև նրանք իրանց սրտերը քարացրել էին ժողովուրդյան, սոխ ու սխտորներին հիշում ամեն ինչ այդ գերությունը, դրա համար Աստված մեզ ազատեց ինչից, այդ գերությունից։ Եսայա 61, չէ, Աստված ազատեց գերությունից եւ կապյալներին տվեց արձակեց, չէ, թող փառավորվի իր մեծ անունը, ուրեմն երկրորդը որն էր, ազատեց մեզ գերությունից։ Առաջինը պատժից, երկրորդ գերությունից, երրորդ կետը մեզի հետաքրքիր է, այսի շատ կարևոր թեմա է, այսի արտագաղբերից երևի մի օր այս թեմայի շուրջ ձեզի կբացատրի, շատ հետաքրքիր է։ Մեղքի ուժից, մեղքը ունի ուժ։ Արեք չչփոթենք, մեղքեր, տարբեր բաներ են ժողովուրդ ջան։ Մեղք ադամական բնույթն է։ Մեղքերը արարքներն է։ Հիսուս Քրիստոսի հիմնական Աստծո ուղարկածը, որ որդին պիտի աներ, որ ասեց կատարվեցավ, այսի Ադամ բնույթից տեղափոխվեց նոր մարդ բնույթ։ Այսինքն ինչ որ երկրային էր, ինչ որ շնչավոր էր, ինչ որ մարմնավոր էր, ինչ արեց, փոխեց երկնայինի Քրիստոսինը, այն ինչ որ վերցնում ենք, թողնի դա աղբյուր երկնքից, Քրիստոսից, վերցրեցինք դա որպես խոսքի ակունք։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, ազատեց մեզ այդ մեղքի ուժից։ Մեղքի ուժը ինքը իրանից ներկայացնում է ժողովուրդ ջան բնույթ, որը միայն խաչի միջոցով, միայն մահի միջոցով ազատեց Տերը, այրուն թափեց, փառք Տիրոջը։ Մենք բոլորս փրկված ենք եւ ինչ ունենք, խաղաղություն ունենք, չէ՞ իրանով։ Որն է հիմա մեղքի ուժը, օրենքը, ժողովուրդ ջան, երբ որ օրենքն եկավ, Հռոմեացի գլխները կարդացեք 7-րդ գլուխ, չէ՞, եթե մեղք չներ, ես չէի հասկանա, կարելի, չի կարելի, ցանկալ, չի ցանկալ։ Օրենքը պահանջում է, այսինքն պատվիրանը սուրբ է, օրենքը սուրբ է։ Բացեց քո ինչը, ամեն մի խնդիրները, ամեն քո մեղքը դու հասկացար, կարելի, չի կարելի, ժողովուրդ ջան։ Արեք մի հատ էլ վերջինը խոսենք, շատ կարևոր է սա նույնպես, ուրեմն խոսեցինք ինչից, ժողովուրդ ջան, հիշեք, մեղքի պատժից, չէ՞, խոսեցինք մեղքի գերությունից, խոսեցինք մեղքի ուժից, հիմա մեղքի ներկայություն, մեղքը ունի ներկայություն։ Որն այդ ներկայությունը, քո եսը։ Մեղքը ինքը ունի եսը, իր ներկայությունը, իր միտքը։ Ինքը մտածում է ես, իմը, մերը, շատ վտանգավոր է, գիտեք ժողովուրդ ջան։ Միտքդ պիտի մաքրի Սուրբ Հոգին, լավ է, կուղարկեմ, չի ասես, լավ է, որ ես գնամ, կուղարկեմ եւ այն կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության։ Եթե քո մտքով այսօր դու ուզենաս Աստծուն փառաբանես, սխալ է, որովհետեւ չես կարա ու չի կարող։ Տենց էլ գրում է Սուրբ Գիրքը, բայց երբ որ Սուրբ Հոգին քո մեջ գործի, դու կարող ես ինչ անել, ամենախորունկ տեղերը դառնալ Աստծո սիրելի զավակ իր խոսքի համաձայն, կատարյալ եւ տերի։ Ես իհարկե 4 կետերը, որ ասեցի թռուցիկ, բայց արտագաղբերս համոզված եմ, որ սա շատ խորը, ավելի խորը կմատակարարի ձեզ, որտեղ շատ կարևոր է, որ հասկանան Գողգոթայի խորհուրդը, ժողովուրդ, շատ կարևոր է։ Եթե մենք ասենք եկել ենք Իրաքի փառք Տիրոջը, փառք, բայց չիմանանք ինչից է մեզ ազատել։ Ժողովուրդ, սա շատ վտանգավոր է մեր հավատքի, մեր կյանքի մեջ։ Ամեն բան պետք է իմանանք։ Հիմա ուրեմն 8-րդ գլուխ Հռոմեացի 14 խոսքից, որովհետև որոնք որ Աստծոյ հոգովն են վարվում, նրանք Աստծոյ որդիկ են, որովհետև դուք ծառայության հոգին չառակ, որ դարձյալ վախենակ, այլ որդեգրության հոգին առակ, որով աղաղակում ենք Աբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծոյ որդիներ ենք, եւ եթե որդիկ, ապա ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ մասնակից լինենք։ Ովքեր են հավատում, որ իրենք փառքին արժանի են։ Փառք Տիրոջը։ Իր աղոթքի մեջ ասեց 17-րդ գլուխ Հովանու Տեր։ Չի ասեց, այն խոսքը, որ ինձ տվիր, ես անոնց տվեցի, որպեսզի այդ խոսքով միաբանվեն եւ այնտեղ լինեն, որտեղ որ ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը։ Թող փառավորի վրա Տիրոջը։ Դրա համար գոհություն, փառաբանություն եւ երկրպագություն Տիրոջը։ Գոհություն, որովհետեւ ամեն բարիք իրանից է, ժողովուրդ ջան։ Փառաբանություն, որովհետեւ նոր ասինք փառքերի Տերն անա։ Եվ երկրպագություն, որովհետեւ նրա անունը Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է։ Ամեն։ Դրա համար Երեմիա մարգարեն 3 անգամ ասեց. Ով Իսրայել, լսիր Աստծո խոսքը, բայց ինչ ձևով ասեց. Երկիր, 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 լսիր Աստծո խոսքը։ Ինչի համար 3 անգամ արտահայտվեց ժողովուրդ ջան։ Մի հատ մտքին,
մի հատ սրտին, մի հատ հոգուն, երկիր հոգուն, երկիր սրտին, երկիր մտքին, թող փառավորվի Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Միասին երգենք Աբա Հայր։ Պահում ես Տեր մեզ, դու սիրում ես Տեր մեզ, դու հայրն ես բոլորիս, պաշտպանն ես մեր այս աշխարհում, չար դու ապաստան ես Տեր մեզ համար, իմ ապավեր և իմ արարի։ Աբա, թագավորն ես դու ես հայրը դու բարի ու ողորմած ես Տեր ես ու հավատարիմ ես Աբա, դու իմ Աստվածն ես Աբա, թագավորն ես Սպասում է քեզ Տեր, քո գահին նստիր արքա մեր, քո առջև մենք հայր մեր խոնարհվենք, որ քո առջև կան որդիները, քեզ խոնարհվեն բոլոր ազգերը, երկրպագեն քո անունը Տեր։ Թագավորն ես դու ես հայրը դու բարի ու ողորմած ես Տեր ես ու հավատարիմ ես Աբա, դու իմ Աստվածն ես Աբա, թագավորն ես Աստվածն ես, Տեր օրհնի ձեզ ժողովուրդ ջան, ախր շատ լավ է ձեր հետ է, Տեր օրհնի։ Այս երկի հիմա որ կերկենք, գնանք Գողգոթա ժողովուրդ ջան։ Գնանք Գողգոթա, որ այդ ճանապարհն անցավ մեզ սիրելով եւ ինչ ասեց ապրիր։ Որ այսօր կանք, գոյություն ունենք, Տիրոջ շնորհքն է ժողովուրդ ջան։ Մեզ կյանք տվեց Աստծո խոստացումը էլ ավելի։ Սեր գանված խաչի վրա։ Ով ունեմ երկնքի մեջ, այո։
Սա որպես աղոթք ձեր սրտում ժողովուրդ ջան, փակեք ձեր աչքերը, միացեք երկին, ու միացեք երկնքին ժողովուրդ ջան, օրհնությունը երկնքից է, հավատացեք։ Երկնքի մեջ, երկրի վրա, քեզնից բացի մեկը չկա։ Քեզ մոտենալ ինձ բարի եղավ, հոգուս հարազատը կերգտա, Հիսուս թանկագին, և երբ նայում է Գոգոթան տանող ճամփան, տեսնում եմ ոտնահետքերը քո, և սև կանված խաչի վրա, սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, Խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, սեր կանված խաչի վրա, սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, քո հայրական ջերմ համբույրը շշնջում է ամեն անգամ իմ լեզ, որոթից, ապուս դնում ես սիրո կրա, իսկ մյուս ձեռքումս յուղի սրվահ մեկան, ճամփան, տեսնում եմ ոտնահետքերը քո, և սեր կանված խաչի վրա, սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում են սեր, Խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր,
սիրը այնքան մեծ է։ Վերջի երգը երգենք քայլում էի այս ճամփեքով եւ ով դիմավորեց մեզ այդ ճամփի վերջում ով է կանգնած Հիսուսս փառք Տիրոջ Այս ճամփի վերջում Հիսուսն է կանգնել կանչում է նա իր գիրկը բոլորված մարդկանց բոլորս էլ մի ժամանակ բոլորված էինք բայց ընտրեցինք ճիշտ ճանապարհ Քայլում էի ես ճամփեքով կորած մոլորված Տանում էր սև օձի գիրկը ճամփաս մոլորված Բայց գտա ես ճամփան փշոտ ու միշտ քարքարում Որ տանում էր դեպի երկինք հայրաստծոմով Բայց գտա ես ճամփան փշոտ ու միշտ քարքարում Որ տանում էր դեպի երկինք հայրաստծոմով Այս ճամփի վերջում Հիսուսն է կանգնած Կանչում է իր գիրկը մոլորված մարդկանց Եվ ճամփաս մեղե փշոտ ու միշտ քարքարում Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Բայց գտա ես ճամփան փշոտ ու միշտ քարքարում Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Պատրաստված է ճամփան երկնի Հիսուսի ձեռքով Քայլում եմ ես ճանապարհով հայր երկինք տանող Թեև ճամփաս նեղ է փշոտ ու միշտ քարքարով Բայց տանում է դեպի երկինք հայրաստծոմով Թեև ճամփաս նեղ է փշոտ ու միշտ քարքարով Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Այս ճամփի վերջում Հիսուսն է կանգնած Կանչում է իր գիրկը մոլորված մարդկանց Թեև ճամփաս նեղ է փշոտ ու միշտ քարքարում Բայց տանում է դեպի երկինք հայրաստծոմով Թեև ճամփաս նեղ է փշոտ ու միշտ քարքարում Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Թեև ճամփաս նեղ է փշոտ Բայց գտա ես ճամփան փշոտ ու միշտ քարքարում Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Բայց գտա ես ճամփան փշոտ ու միշտ քարքարում Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Բայց գտա ես ճամփան փշոտ ու միշտ քարքարում Որ տանում է դեպի երկինք հայրաստծոմով Հայր
Աստծո մոտ ժողովուրդ Տերը օրհնի բոլորիդ այս բոլոր փառքերը Տիրոջը նարժանա փառքերի ժողովուրդ ջան Փառք Տիրոջը սիրելիներս եկեք եւս մեկ անգամ Տիրոջը փառք տանք այս գեղեցիկ խոսքերի падգամի եւ երկրպագության համար փառք Տիրոջը Շնորհակալ ենք Արայիկ եղբայր ջան Ուզում եմ այստեղ հրավիրեմ սիրելի եղբորս Աշոտ Մարտիրոսյան եղբորս որ Աստծո խոսքից նաեւ իր մասը բերի եւ հետո միասին կերքենք կօրհնենք Տիրոջը եւ կվերջացնենք Աշոտ եղբայր ջան խնդրեմ համեցիր Տերը օրհնի Ինչքան լավ է չես անմիջական Պարզ, հոգևոր, ջեր մտնոլորտ, ամեն Սա է Աստծո ներկայությունը, որ բոլոր պատերը քանդում և մեզ կամրջում է իրար, ամեն 250 ամյակներ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության շնորհավորում ենք բոլորիս, քաղաքացիներին, բնակվողներին, ովքեր այս երկիր մտնում են, դուրս են գալիս, լավ բան է անկախ լինել, ազատ լինել, անշուշտ Անկախությունը այդ ժամանակվա անգլիական գաղութից 13 նահանգներ անկախացան, բայց մենք գիտենք, որ Աստծո խոսքը մեզ շատ ավելի խորը տեղեր է տանում, ազատությունը ավելի կարևոր է, որտեվ անկախությունը դու ուրիշի իշխանության տակից, վերահսկողության տակից դուրս ես գալիս, ազատությունը Քրիստոսով դու ազատում ես մեղքից, հոգևոր կապանքներից և ազատ ես լինում ընտրելու և գործելու Մեկը կարող է անկախ լինի ինչ-որ բանից, բայց ազատ չլինի։ Դրա համար այս երկուսը մեզ համար շատ կարևոր են։ Դրա համար Աստվածաշունչը ավելի շեշտադրում է անկախ լինելուց ավելի ազատ լինել կապանքներից, մեր վրա եղած ճնշումներից, որ անշուշտ կբերի անկախության։ Աստծո խոսքն ասում է, եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Կամ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, տեսնում ենք, որ Աստված է տալիս մեզ ազատություն։ Խղճի ազատությունը լավ բան է, բայց մեկը շատ սիրուն է ասել է մենք կողմ ենք խղճի ազատությանը, բայց դեմ ենք ազատությանը առանց խղճի։ Այսօր շատ անգամ մենք հանդիպում ենք երկրորդ վիճակին։ Ուրեմն Տերը տա մեզ ազատ, անկախ երկնքի առաջ, երկրի վրա ապրենք և Տիրոջը փառաբանենք։ Այսքանը տոնի հետ էր կապված։ Աղոթում է և Տերը սրտից դրեց խոսենք Աստծո նախախնամության մասին։ Աստվածաշունչը նախախնամություն, նախասահմանություն, այս բառերը նախասահմանությունը կա անշուշտ, բայց այս բառերի ետևում թաքնված է Աստծո խնամքը, Աստծո հայրությունը, Աստծո մեր կյանքի մեջ ներգործելը։ Սրանք աստվածաբանական սահմանումներ չեն միայն։ Ես այստեղ վարդապետություն և աստվածաբանություն չեմ ուզում այս բեմից այսօր քարոզեմ, նպատակս ավելի մեր ապրելակերպի մասին է։ Եթե մենք հավատում ենք, որ Աստված նախասահմանել է և նախախնամությամբ մեզ առաջնորդում է, մեր կյանքի վստահության որակը կփոխվի։ Համաձայն եք ինձ հետ։ Մենք ավելի կիմանանք, որ ինչ էլ որ լինի, Տերը մեզ հետ է, նրա ձեռքը մեզ հետ է։ Ինչ էլ որ լինի մեզ համար անակնկալ, դա մեզ համար է անակնկալ։ Աստծո կողմից այդ բոլորը նախորոք տեսնվել էր, նախասահմանվել էր, նախախնամել էր և գործնականորեն դա նշանակում է, որ դժվար պահերին մենք խուճապի չենք մատնվի, կսպասենք, որպեսզի Աստծո արդարությունը հայտնվի։ Այսպիսով Աստծո նախախնամությունը առակաց 16-րդ գլուխ 9 համարի մեջ կարդում ենք. Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։ Մենք ամեն օր մտածում ենք, ծրագրում ենք մեր ճանապարհը, բայց այս համարն ասում է, որ դա բավարար չի, դա մեկ մասն է, դա մեր բաժինն է, իսկ Աստված մեր քայլերը ուղղորդում է թե մեր մտածած ծրագրերի համաձայն, եթե այդ ծրագրերը համընկնում են Աստծո կամքին, ամեն։ Ուրեմն սիրելիներ, Աստված նախախնամել է մեզ։ Նախախնամությունը դա Աստծո կառավարումն է, առաջնորդում և հոգ է տանում աշխարհի և մարդկանց կյանքի վրա։ Աստված գործում է ընթացքի մեջ, մարդը շարունակում է ընտրել և պատասխանատվություն կրել, providence, նախախնամություն, նախասահմանությունը,
Աստված նախորոք որոշել է մարդկանց վերջնական վիճակը իր կանխագիտությամբ։ Աստծո համար նոր բան չկա, Աստված կանխագետ, դեռ չեղածը եղածի պես իմացող եւ կանչող Աստված է։ Դրա համար ինչ որ իմաստով որոշումը նախապես է կայացված Աստծո կողմից։ Բայց այս երկուսը մենք պետք է ավելի մոտեցնենք իրար։ Տարբերություն կա նախախնամության եւ նախասահմանության։ Աստծո առաջնորդող խնամքն ու վերահսկողությունը կյանքի ընթացքի մեջ դրա անունը նախախնամություն է։ Իսկ նախասահմանությունը Աստված նախորոք որոշել է վերջնական մի վիճակ, փրկության կամ դատաստանի, որի մեջ անշուշտ մեր պատասխանատվությունը չի պակասում։ Եվ այս բոլորը մեր մտքի մեջ դժվարություն է, բայց Աստծո խոսքի մեջ շատ հստակ գրված է եւ կա։ Հակասական չի։ Եթե Աստված ամեն ինչ նախասահմանել է եւ իր նախախնամությամբ մեզ առաջնորդում է, ուրեմն մեր անելիքը ինչ է։ Մեր անելիքը ճանաչել այդ կամքը եւ հնազանդվելն է։ Որովհետեւ թեև մարդը ազատ է իր ընտրությամբ, բայց այդ ազատությունը բացարձակ ազատություն չի։ Այդ ազատությունը Աստծո տված միջոցներից եւ հնարավորություններից ազատ ընտրելն է։ Ինչպես որ մի թագավորի մեկը ասել է արքա, ես ազատ եմ, չէ՞, կա ազատություն աշխարհում։ Ասել է այո։ Օրինակ ասել է դու հիմա քանի ոտք ունես, ասել է 2։ Հիմա ազատ որոշի, մի ոտքդ բարձրացրու։ Մարդը մտածել է ինչ կապ ունի, բայց արքան բան ա ուզում բացատրի, աջ ոտքը բարձրացրել է, ազատ։ Հիմա ասել է ձախը բարձրացրու, ասել է չեմ կարող, կընկնեմ։ Ասել է տեսար, որ դու ազատ ես առաջի քայլը անելու, բայց երկրորդ քայլը արդեն ազատ չես։ Մենք ազատ ենք ընտրելու ինչ որ ուզում ենք, բայց ազատ չենք դրա հետևանքից։ Այդպես է Աստծո խոսքը մեզ ներկայացնում։ Եվ ուրեմն սիրելիներ, թեև շատ բաներ Աստված նախորոք որոշեց եւ կանխորոշեց մեր փրկության ծրագիրը, օրինակ Գործք առաքելուց 2:23-ի մեջ գրված է. նրան Աստծո սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք եւ փայտի վրա գամելով սպանեցիք։ Դուք սպանեցիք, բայց Աստծո սահմանած խորհրդով եւ կանխագիտությամբ արեցիք։ Ուրեմն Աստված արդեն սահմանել էր, որ իր որդին պիտի գար, պիտի մատնվեր, պիտի խաչեի, բայց այս բոլորը ոչ թե Աստծո ուզելու համար դուք արեցիք։ Դուք արեցիք ձեր չարության պատճառով։ Այս երկուսը մի քիչ մեր մտքի մեջ դժվարություն է տալիս։ Համաձայն եք եղբայրներ քույրեր։ Հիմա Աստված որոշեց, թե մենք որոշեցինք։ Այո, Աստված որոշեց եւ մենք այդ որոշմանը այո կամ ոչ կարող ենք ասել։ Ոմանք, երբ որ հավատում են բացարձակ նախասահմանությամբ, ասում են մարդը այլևս որոշում չունի, այդպես չի։ Մարդը ունի որոշում։ Աստծո նախասահմանությունը ընդհանուր եւ նպատակակետին հասցնելու համար է, բայց ճանապարհի ընթացքում մարդը իր ազատ կամքով է համաձայնվում եւ գնում կամ եթե չի գնում, դրա պատասխանատվությունը մնում է մարդու վրա։ Այսինքն վերևի համարը նորից հիշենք։ Մարդու միտքը մտածում է ճանապարհ, բայց Աստված նրա քայլերն է ուղղորդում։ Ուրեմն մարդը պատասխանատու է խորհելու եւ ծրագրելու։ Վերևի համարը առակացի չի ասում մարդը թող չմտածի, Աստված որոշել է։ Մարդն է մտածում, մարդը խորհում է, ծրագրում է, բայց Աստված ուղղորդում է։ Մարդը ծրագրում է, Աստված առաջնորդում է։ Մարդը կարող է ծրագրել, մտածել, որոշել իր ճանապարհը, բայց վերջնական ընթացքը դռների բացվելը, փակվելը, հանդիպումները, արդյունքը, մանրուքները միշտ Աստված է անում։ Մենք բոլորս մեր մտքի մեջ համոզված ենք, որ առանց Աստծո մեր որոշումները ոչինչ են։ Մենք որոշում ենք թեև, բայց մեր մտքի մեջ, մեր հոգու եւ մեր սրտի մեջ գիտենք, որ եթե Տերը տանի, եթե դա Տիրոջ կամքն է, դա տեղի կունենա։ Այսպիսի ներդաշնակ փոխ հարաբերություն կա մարդու եւ Աստծո միջև։ Աստծո նախախնամությունը մեզ չի ազատում մտածելուց եւ ծրագրելուց։ Մեկը կարող ասել, դե ուրեմն եթե Աստված նախորոք սահմանել է եւ ինքն է առաջնորդում, էլ ինչ կարիք կա, որ ես մտածեմ։ Ոչ։
Աստված պարտավորեցնում է, որ դու մտածես եւ ծրագրես, որովհետեւ այս բանը երկկողմանի է աշխատում։ Մի կողմից մյուսն է գալիս իմպուլսը, հետո այս կողմից որոշումը մյուս կողմն է անցնում։ Նախախնամություն չի նշանակում, որ կյանքը հեշտ կլինի, այլ նշանակում է, որ կյանքը երբեք աննպատակ չի լինի։ Եթե Աստված իմ համար լավ բաներ է մտածել, ուրեմն հեշտ պիտի լինի, այդպես չի, բայց աննպատակ չի լինի, հեշտ կամ դժվար, ազատ լինես կամ դժվարությունների մեջ, նպատակը Աստված կառաջնորդի եւ կհասնես նպատակակետին։ Նախախնամություն չի նշանակում ես ամեն ինչ հասկանում եմ, այլ նշանակում է ես վստահում եմ նրան, ով ամեն ինչ հասկանում է եւ գիտի։ Աստված չի խոստացել մեզ հարթ ճանապարհ, բայց խոստացել է ճիշտ ուղղություն։ Այսինքն, եթե ես մտածեմ, որ Աստված սահմանել է, նախախնամել է այստեղից այստեղ, ամեն ինչ պարզ է արդեն, այդպես չի, որտեղ մեր հոգևոր կյանքի մեջ մենք հաճախ խաչմերուկների ենք հասնում, մի պահ կանգ ենք առնում, մտածում ենք, երբեմն շփոթվում ենք, երբեմն տարուբերվում ենք, բայց հետո նրանք, ովքեր լավ սերտում են Աստծո նախախնամության նյութը, հասկանում են, որ ինչ էլ լինի, Աստված ճիշտ ուղղության մեջ մեզ կառաջնորդի։ Փառք Տիրոջը։ Տեսնեք, որքան պարզ է Աստծո խոսքը տալիս եւ մենք պետք է այն բռնենք։ Նախախնամություն նշանակում է, որ Աստված միայն վերջում չի մջամտում, այլ ճանապարհի մեջ էլ առաջնորդում է։ Երբեմն բացելով, երբեմն փակելով, երբեմն ուշացնելով, երբեմն փոխելով ուղղությունը։ Շատերն ասում են, վերջում Աստված իր խոսքը կասի, այդպես չի։ Նախախնամություն նշանակում է, որ ողջ ընթացքում միշտ ամեն քայլափոխին, սրտի ամեն խորհրդի վրա Աստծո ներգործությունը կա։ Այո, վերջում էլ մեզ հետ կլինի, բայց ընթացքում էլ Աստված մեզ միայնակ չի թողնի։ Աստված միշտ չէ, որ ընտրում է մեր իրավիճակները։ Հաճախ մենք ենք ընտրում մեր իրավիճակները եւ երբեմն սխալ իրավիճակների մեջ ենք ընկնում։ Դա Աստված չի որոշել, դա մեր ցանկությունների հետևանքն է, բայց միշտ վերահսկում է դրանց վերջնական արդյունքը։ Ամեն։ Ուրեմն չշփոթվեք, եղբայրներ, քույրեր, եթե մի բան մտածեցիք եւ այնպես չգնաց, ձեր սրտի ուզածի պես չգնաց, մի բողոքեք եւ մի հուսահատվեք եւ մի ասեք, ուր է Աստված։ Եթե Աստված իմ կյանքի համար ծրագիր ունի, ինչպես Առաքյալն ասում է, մորս որովայնից ինձ ընտրել էր, բայց միևնույն է, դու ունեցար խոչընդոտներ, դու ունեցար բանտարկություններ, դու ունեցար դժվարություններ, Առաքյալի մասին է խոսքը, կամ Մարգարեի մասին, Երեմիա Մարգարեի մասին, Տերը մեզ ընտրել է աշխարհի ստեղծվելուց առաջ, բայց միևնույն է, մենք բաներ կա, որ ինքներս պետք է հասկանանք եւ ճիշտ ընտրության առաջ կանգնենք։ Նախախնամությունը լավագույնս հասկանալու ենք ամենավերջում։ Երբ որ հասնենք եւ հետ նայենք մեր անցած ճանապարհին, այն ժամանակ, հիմա թերևս չենք հասկանում, այն ժամանակ մենք ապշելու ենք, որ Աստված ինչ տեղերով իր ձեռքը մեզ առաջնորդեց, ինչ խորթ ու բորդ անկյուններով անցկացրեց, ինչու ուղիղ ցույց տվեց, որ գնանք, որտեվ ինչ կար այդտեղ վտանգավոր, ինչու Աստված փոխեց մեր ուղղությունը, բայց ի վերջո դա ամենալավ եւ ամենաճիշտ ճանապարհն էր։ Գիտեք, հեշտ բացատրեմ, մենք բոլորս օգտվում ենք նավիգացիայից, չէ՞։ Մեր մեքենաները վարելուց։ Նավիգացիան ցույց է տալիս ճանապարհը, ուղղությունը եւ գնում ենք։ Բայց կան ափեր, օրինակ Waze-ը, չգիտեմ, օգտագործում եք թե չէ։ Երբ որ սկսում է տրաֆիկ, ես մտածում եմ, այստեղ կանգնեմ, ինչ կանեմ, մի ասում եմ Waze-ը, օրինակի համար։ Եվ ցույց է տալիս, որ այլընտրանքային ճանապարհներ կան։ Դու կարող ես մի քիչ դուրս գաս ճանապարհից, մի քանի խաչմերուկ տարբեր տեղերով գնաս անծանոթ, բայց դա շատ ավելի արագ եւ քեզ կշրջանցել տա այդ բոլոր դժվարությունը։ Ճիշտ Աստծո նախախնամությունը սրապես է աշխատում։ Երբ որ կանգնած ես դժվարության առաջ եւ մտածում ես ինչ անել, այդ ժամանակ վստահիր հավատքով Աստծո նախախնամությանը։ Տեր, հիմա ես չգիտեմ ինչ պիտի անեմ, բայց վստահ եմ, որ դու ինձ լավագույնս պիտի առաջնորդես։ Նախախնամությունը
հնազանդության քայլի է առաջնորդում։ Երբ որ Աստված ասում է գնա, եւ մենք գնում ենք, այդ ժամանակ սկսում է գործել Աստծո նախախնամությունը։ Եթե Աստված ասի գնա ու դու նստես, չես միացրել Աստծո նախախնամության օրհնությունը։ Հնազանդության մեջ է գործում։ Օրինակ Մովսեսին Տերը ասեց ձեռքդ բարձրացրու ծովի վրա։ Տերը կարող էր ասել կարմիր ծով ճեղքվի, բացվեր, Մովսեսն ասել վայ, ճանապարհ գնացինք։ Բայց տեսեք Աստծո գործելակերպը, Մովսեսին ասեց այս ծովը պիտի ճեղքվի, բայց դու անելիք ունես, ձեռքդ երկարիր եւ ես իմ նախախնամությամբ կճեղքեմ կարմիր ծովը։ Եվ հնազանդվեց Մովսեսը։ Այդպես է մեր պարագաներում։ Եթե մենք գնանք, Տերը կանի։ Հորդանան հասան, Հեսուի գրքի 3-րդ գլխի մեջ, եւ կանգնեցին, շատ հորդառատ գետ էր այդ ժամանակ եւ դժվար էր անցնելը։ Եվ ասում է, երբ որ մեր ոտքերը Հորդանան գետի մեջ մտցրեցինք, գետը կանգնեց։ Դու քո քայլը պիտի անես։ Ուրեմն սիրելիներ, նախախնամություն չի նշանակում, որ մեր անելիքները վերջացան, այլ նշանակում է, որ մենք քայլ անենք, որպեսզի Աստծո պատրաստածը սկսի աշխատել մեր կյանքի մեջ։ Հիանալի է, չէ՞, եղբայրներ, քույրեր։ Աստված ինչպես է կանչում մեզ համագործակցությամբ։ Աստված գործում է երբեմն քո սովորական դաշտի մեջ։ Պետրոսը ձկնորս էր, ինչպես շատ աշակերտներ մոտ, 7 աշակերտ սիրում էին ձկնորսություն։ Եվ նրանք չբռնեցին ոչինչ։ Երբ որ Տեր Հիսուսը նրանց հանդիպեց, հիշում եք, ամբողջ գիշեր աշխատեցինք, ոչինչ չբռնեցինք, Տերը ասեց. նետեք ձեր ուրկանը։ Նետեք այն տեղում, սովորական ձեր դաշտում, ձեր ուրկանը, ձուկ բռնելը սովորական բան է, այս ջրերին դուք ծանոթ եք, սովորական դաշտում, բայց ես հիմա ուրիշ մի բան պիտի անեմ։ Ես պիտի միացնեմ իմ նախախնամությունը եւ դուք պիտի առատ որս ունենաք։ Նույն տեղում, նույն վայրում, նույն օրը, չասեց հիմա ժամանակը չի, ամսվա վերջ, շաբաթվա վերջ, սպասեք, 6 ժամ հետո, չգիտեմ, արևը մայր կմտնի, նույն պահին, նույն տեղում փոխվեց արդյունքը։ Հնազանդություն եւ վստահություն Աստծո նախախնամության։ Ուրեմն հենց այնտեղ, որտեղ կաս, հենց այն պահին, երբ որ լսում ես, եթե դիմենք Տիրոջը, առանց հետաձգելու կստանանք իր օրհնությունը։ Ուրեմն ինչ է այս նախախնամությունը, մի քանի կետեր դնենք մեր առջև։ Եվ այստեղ ցանկ եմ դրել, որպեսզի հեշտանա բոլորիս համար։ Նախախնամություն նշանակում է Աստված ուղղորդում է, ինչպես կարդացինք քիչ առաջ։ Աստված առաջնորդում է հանդարտ մարգագետինների մոտ։ Աստված հոգ է տանում։ Մի մտահոգվեք։ Նախախնամող ձեռքը հոգ կտանի մեզ համար եւ մեր կարիքները կհոգա։ Աստված պահում է մեզ։ Ինչ էլ լինի, Աստված նախորոք պաշտպանություն է ուղարկելու եւ մեզ ապահով անցկացնելու է։ Աստված գործում է ամեն բանի մեջ, որպեսզի ամեն բաները բարի գործակից դառնան։ Հզոր համարը 8:28 Հռոմեացիս նրան սիրողների համար, Աստծուն սիրողների համար, նրա զավակների համար, ինչ էլ լինի, ամեն բան բարի գործակից կդարձնի։ Վատ բաները նույնիսկ, դժվար բաները նույնիսկ Աստված գործակից կդա։ Չի ասում վատ բանը լավ կդարձնի, կգործակցի, կնպաստի, որպեսզի դրանից լավ մի բան դուրս գա։ Հիվանդանում ես, երբեմն հիվանդության դպրոցում այնպիսի դասեր ես սովորում, որ երբեք առողջ ժամանակ չես սովորի։ Դժվարության մեջ փոխում ես ճանապարհդ եւ հայտնվում ես միտեղ, որ երբեք, եթե ամեն ինչ լավ լիներ, չէր հայտնվի այդտեղ։ Եվ մեր կյանքի մեջ շատ այսպիսի վկայություններ ունենք։ Աստված ունի ծրագիր, նախախնամությունը սա է։ Մեր կյանքը աննպատակ եւ անծրագիր չի։ Սել եղբայրներ, քույրեր, երբեմն ես էլ նստում մտածում եմ, շաբաթը լրացավ, անցավ, ամիսը լրացավ, ամառը կես ընկավ, կարծես բոլոր օրերը նույնն են, մի բան չփոխվեց մեր կյանքի մեջ։ Եկեղեցական կյանքի մեջ մենք սիրում ենք, չէ՞, թվերով հաշվել, ավելացավ, պակասեց, կամ նյութական կյանքի մեջ ինչ փոփոխություն եղավ, եւ երբեմն մեր մտքի ծայրից անցնում է, որ աննպատակ ապրում ենք։ Բոլոր օրերը իրար նման են, այդպես չի։
Ամեն մի օրը, ամեն մի ժամը ունի նպատակ։ Երբ որ հասնենք վերջ, ետ նայենք, այն ժամանակ ասենք, վայ, Տեր, ես սխալ էի պատկերացնում այս բոլորը։ Եվ Աստված նախապես ապահովում է իր նախախնամությամբ մեր առջև եկած վիճակները։ Աստված, որ մեր մեջ ներգործում է կամենալն ու անելը, ըստ իր բարեհաճ ծրագրի, ամեն բան առանց տրտունջի եւ վիճաբանությամբ արեք։ Փիլիպպեցիս 2:13-14 Կամենալը ու անելը։ Մեր հաղթական կյանքը սկսվում է ոչ թե մեր կարողություններից, այլ Աստծո ներգործությունից։ Կամենալը եւ անելը։ Այդ կամեցողությունն էլ Աստված է դնում մեր սրտի մեջ։ Ախորժակը Աստված է բացում, որպեսզի մենք քայլ անենք, հետո նաեւ տալիս է մեզ զորությունը։ Եվ եթե մենք այս բոլորը վերցնենք հավատքով, հաղթական կյանքեր կապրենք։ Եվ դա մեզանից չի, այլ Աստծո կամքից է։ Աստված գործում է մեր մեջ, ոչ միայն պատվիրում է, այլ նաև զորացնում է։ Նա մեր մեջ արթնացնում է սուրբ ցանկություններ։ Նա է տալիս ուժ իր կամքի գործադրության համար։ Մենք պետք է ծառայենք առանց տրտունջի համարն ասում է։ Եթե հավատում ես, որ Աստված է քեզ մղում ինչ-որ բանի, տրտնջալը ում է պետք։ Ինչի պիտի դժգոհեմ։ Ինչ էլ լինի, դա Աստծո ուզածն է, դա Աստծո առաջնորդածն է։ Վիճաբանություն պետք չի։ Վիճաբանությունը քայքայում է միաբանությունը։ Եվ վիճում են այն մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ ամեն բան Աստծո ձեռքից է։ Չեն համաձայնվում։ Գիտեք, սիրելիներ, նախանձի մեղքը ես մտածել եմ որտեղից է գալիս։ Նախանձի մեղքը սա է, ինչու ինքը ունի, ես չունեմ, չէ՞, ստեղից սկսենք։ Բայց սրա խորքում սա է, ինչի ինքը Աստծուն ավելի է լավ երևում, քան թե ես։ Ինչու է Աստված իրան ավելի լավ աչքով նայում, քան թե ինձ։ Խորքում մենք Աստծո արդարության վրա կասկած ենք նետում։ Բայց նախախնամության հավատացող մարդը պիտի հավատա, Աստված իրեն այդպես է օրհնել, ինձ պակաս չի օրհնել։ Ինձ էլ Աստված իմ ձևով է օրհնել։ Ես կարիք չունեմ իր նման եւ իր բաժինը ունենալու, բայց ես կարիք ունեմ Աստված ինչ որ ինձ համար է սահմանել, իմ համար է որոշել, հենց դա ես ունենամ։ Ամեն։ Դուք բոլորդ էլ հավատում եք, որ բաներ կա, որ միայն ձեր կյանքի համար է։ Ուրիշինը ձերը չի լինի, արհեստական կլինի։ Մենք copy-paste շատ են, չէ՞, սիրուն, վերցնենք copy անենք։ Պետք չի անել։ Ամեն մեկս յուրահատուկ ենք ստեղծված։ Մենք անկրկնելի ենք։ Մենք եզակի ենք, սիրելի եղբայրներ, այդպես է Աստված ստեղծել։ Ես հիշում եմ նոր է ապաշխարել, գիտական բաներ եք կարդում, մի անգամ աչքիս ընկա, որ ձյան փաթիլները, որ մենք շատ նմանեցնում ենք իրար։ Հազարավոր ձյան փաթիլներ, երբ որ նայում են հատուկ միկրոսկոպներով, մեկը մյուսին նույնը չեն, նման են, բայց ճիշտ նույնը չկա։ Նաև մարդիկ են այդպես։ Քեզանից նման կարող է լինեն քո ձայնով, քո արտաքինով։ Երբեմն մարդիկ ինձ նայում են, ասում են, որտեղ եմ քեզ տեսել։ Ասի ոչ միտեղ, քյաչալ եմ, փորս մեծ է, հայկական եմ, լիքը տես մարդ կա շատ, մեկին նմանացրել ես։ Բայց ճիշտ իմ նման չկա, ինձի նման արդեն ասեց Արտակ եղբայրը։ Շարունակենք, եթե չեք հոգնել, նախախնամություն։ Նույնիսկ մարդկային ձախողումների մեջ Աստված հյուսում է իր փառահեղ նախախնամությունը։ Այս սրան հավատալը դժվար է։ Մեր ձախողումների մեջ, երբեմն մենք ձախողում ենք, պարտվում ենք, ընկնում ենք, դրա մեջ էլ Աստված հյուսում է էլի իր փառահեղ ծրագիրը, զարմանալիորեն։ Մարդկային ամեն անկում, երբ վստահությամբ հանձնում ենք նրան, դառնում է մի նոր պատմության սկիզբ, որտեղ Աստված հյուսում է փրկություն, իմաստ եւ գեղեցկություն, դարձնելով մեր սխալեն անգամ մի մասը նրա փառահեղ ծրագրի։ Հովնանը սխալվեց, սայթակեց, Աստված ասեց գնա Նինվե, չեմ գնա ասեց, չուզեց գնա, եւ ինչ արեց, նավ նստեց, որպեսի փախնի Թարսիս, Իսպանիայում լավ եղանակ էր այդ ժամանակ, ուզեց գնա հանգստանա։
Եվ ճանապարհին գիտեք ինչ տեղի ունեցավ։ Փոթորիկ, ժողովուրդը խառնվեցին իրար, նավի ժողովուրդը կռապած ժողովուրդ են, որտեղ ամեն մեկը մի աստծո էր կանչում, եւ ի վերջո եկան գտան Հովնանին, ասեցին հելի դու ինչ ես քնել հանգիստ։ Միշտ տենց է, չէ, ով բուն մեղավոր լավ, գլուխը քաշել մի կողմ, մնացածը տանջվում են։ Այ մարդ հելի տենանք, էս ինչ փոթորիկ է, եւ հելավ Հովնանը եւ այլն, գիտեք պատմությունը, հետո պարտվեց, ամենակարևոր էստեղ ուշադիր եղեք։ Վիճակ գցեցին նավի ժողովուրդը եւ վիճակը ընկավ Հովնանին, թե ում պատճառով է այս փոթորիկասին դե արիստեղ։ Սրանց հեթանոսական ասեմ, բախտագուշակության մեթոդը ասեմ, հաղթեց Հովնանի հավատքին։ Հովնանը հոգևորապես պարտվեց, բռնեցին իրեն։ Ինքը ուներ կենթանի Աստվածը, բայց բռնվեց։ Եվ ասեց, ես փախնում եմ Աստծո երեսից։ Ինձ վերցրեք, գցեք ջուրը, կխաղաղվի ու գնացեք, որտեվ էլ ես ում եմ պետք, այս հավատքով, նույնիսկ ձեր չաստվածները հաղթեցին իմ հավատքին։ Բայց գիտեք ինչ տեղի ունեցավ, նրանք չուզեցին, ուզեցին տանեն ափ, շատ խղճով մարդիկ էին, հա։ Մենք անհավատներին բոլորին ասում ենք վատ են երկինք մտնելու առումով, բայց նրանց մեջ մարդիկ կան, ովքեր որ Աստծո պատկերով նմանությամբ են ստեղծված եւ նրանց մեջ բնածին Աստված բաներ ա դրել, պետքա միայն հավատքը միացնենք, որ փրկվեն այս մարդիկ։ Ուզեցին չքցեն ջուրը, բայց չկարողացան։ Իրենք տանում էին ափը, Աստված հրում էր ենկում, տանում էին ափը, Աստված հրում էր։ Վերջը հանեցին, շպրտեցին մեր Հովնան եղբորը, պատմություն գիտեք, բայց այնտեղ մի կարևոր բան կա։ Ինչու հիշեցի։ Բոլորը սկսեցին զոհ անել Եհովային եւ դարձի եկան։ Հովնանի ձախողման մեջ Աստված հետաքրքիր ծրագիր արեց, ճիշտ է հետո Նինվեն ապաշխարեց, բայց նաև այս նավի ժողովուրդը ապաշխարեցին։ Եթե Հովնանը սկզբից հնազանդվեր մի կտոր Նինվե գնար, այս նավի ժողովուրդը ծրագրից դուրս կլինեին։ Ինչ զարմանալի է։ Հովնանը սխալ արեց, Աստված դրա միջից օգուտ հանեց։ Մի ամբողջ նավ ժողովուրդ փրկվեցին։ Սրանք հասան Իսպանիա, իջան, այնտեղ իրանց բարեկամներն ասեցին, սպասեք հլը դուք խաբար չեք ինչ ա եղել։ Խորոված, մորոված թողեք, այսօր ուտել խմել չկա։ Ճանապարհին այնպիսի մի վկայություն, եւ այս նավը իր ավետարանչական պոտենցիալով իջավ եւ սկսեցին աջ ու ձախ վկայել կենթանի Աստծո մասին։ Ուրեմն սիրելիներ, եկեք ամփոփենք։ Աստծո նախախնամությունը մեզ հետ է։ Մենք բաներ կա, որ չենք հասկանում, բայց վստահ ենք, որ վերջնական նպատակակետին հաջողությամբ հասնելու ենք։ Բաներ կա, մենք ինքներս սխալ ենք որոշում, սայթակում եւ ընկնում ենք, վնասներ ենք կրում, բայց եթե նույնիսկ այդ վիճակի մեջ չկորցնենք մեր հաղորդակցությունը կենթանի Աստծո հետ, դրա միջից էլ Աստված կհյուսի պատմություն։ Բարդ բան եմ ասում, մեր սխալների միջից Աստված օգուտներ կհանի։ Երբ, եթե մենք անկեղծ ենք։ Որտեվ Հովնանը ինչու չէր ուզում գնալ, եկեք ճիշտը հասկանանք։ Հովնանը մտածում է, որ այդ ժողովուրդը, որոնք կռապաշտ են եւ Աստծուն ուրացել են, թող պատժվեն։ Բայց դա միայն արդարությունն էր, ուր է շնորհքը, ուր է ողորմությունը։ Աստված ասեց, ես էլ եմ ուզում կործանեմ, 40 օրից պիտի կործանեմ, բայց ափսոս չէ ժողովուրդը։ Դու մի դդմենու համար սիրտը ցաված, ես 120,000 մարդու համար ոնց չցավեմ։ Եվ գիտեք, Սուրբ գրքի մեջ ինչ որ ես կարդացել եմ, ամենահաջող ավետարանչությունը թվի իմաստով Հովնանի պատմությունն է, 120,000 մարդ ապաշխարեցին։ Ուրիշ որտեղ եք տեսել այս թիվը։ Տերը օրհնի, վստահենք Տիրոջը եւ եթե նույնիսկ հիմա շփոթված եւ անորոշ վիճակների մեջ ես, սրտիդ մեջ ասա, Տեր, գիտեմ, որ դու ինձ հետ ես։ Ինձ անցկացնելու ես եւ ապահով նավահանգիստ ես հասցնելու քո փառքի համար։ Ամեն։ Ամեն։ Ես զգացի, որ դուք ուզում եք երգեք, արդեն դրա համար անցնենք երգին։ Պատրաստ եք։
է Եղիայի օրերի ասում է խոսքը Տիրոջ Սա է օրենքը ծառայից Մովսեսի արդարությունն է հիմնում Թեև օրերն են պայքարի Սովի խավարի սրի Անապատում ձայն է հնչում, կանչում Պատրաստեցեք ճամփան փրկչի Գալիս է նա ամպերի միջով Հայլում ինչպես արել Փողերն են հնչում Բարձրացրու ձայնդ վեր Հռչակիր հաղթություն Սիոն լեռից Գալիս է արթնություն Նման է Եզեկիելի օրի Ոսկորն է կենդանանում Սա քո ծառայի օրերն է Դավթի խորան է շինվում Թեև օրերն են պայքարի Ծովի խավարի սրի Անապատում ձայն է հնչում, կանչում Պատրաստեցեք ճամփան փրկչի Գալիս է նա ամպերի միջով Հայլում ինչպես արել Փողերն են հնչում Բարձրացրու ձայնդ վեր Հռչակիր հաղթություն Սիոն լեռից Գալիս է արթնություն Յասին հրճակեն, չկա տեր կեզ նմանը 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 Գալիս է նա ամպերի միջով Հայլում ինչպես արև Փողերն են հնչում Բարձրացրու ձայնդ վեր Հռչակիր հաղթություն Սիոն լեռից Գալիս է արթնություն Գալիս է նա ամպերի միջով Հայլում ինչպես արև Փողերն են հնչում Բարձրացրու ձայնդ վեր Հռչակիր հաղթություն Սիոն լեռից Գալիս է արթնություն Եվ ամեն Խաչին երբ ես նայում եմ Հասկանում եմ ինձ համար է Ու սրտիս մեջ հավատում է Հարություն ես դու արել Դու վախերն իմ փարատել է Իմ ճամփան լուսավորել է Քո հոգով ինձ ավետել է Հարություն ես դու արել Ես հավետ քեզ օրհնելու եմ Քո գործերը պատմելու եմ Ամեն օր դավանելու եմ Հարություն ես դու արել Ես հավետ քեզ օրհնելու եմ Քո գործերը պատմելու Ամեն օր դավանելու է Հարություն ես դու արել
Թե կյանքիս մեջ փորձություն կա, բորբոքվի ու նեղություն տա, ես գիտեմ, որ ինձ օգնող կա, հարություն ես դու արել, ես գիտեմ, որ մի ճամփա կա, մարդը պետք է հավատքով գա, և տեսնի, որ հաղթություն կա, հարություն ես դու արել, ես ավետ կեզ օրտնելու է, քո գործերը պատմելու է, ամեն ուր դավանելու է, հարություն ես դու արել, ես ավետ կեզ օրտնելու է, քո գործերը պատմելու է, ամեն ուր դավանելու է, հարություն ես դու արել, Ես ավետ քեզ օրհնելու է, քո գործերը պատմելու է, ամեն ուր դավանելու է, հարություն ես դու արել, ես ավետ քեզ օրհնելու է, քո գործերը պատմելու է, ամեն ուր դավանելու է, հարություն ես դու արել, ինչքան գեղեցիկ է Տիրոջը օրհնել, հարության Հիսուսին պատվել և մեծարել, ամեն, շնորհակալ ենք մեր սիրելի թանկագին եղբայրներին այս գեղեցիկ ծառայությունը մեզ մատուցելու համար, իսկապես օրհնված ենք, համաձայն եք ինձ հետ, ուրեմն օտար բան մի համարեք, երբ ինչ-որ դժվարություններով անցնեք, իմացեք, որ ինչ-որ մեկը, որի անունն է Հայր, հոգատար, նախախնամող, նա ծրագիր ունի մեզ համար, պարզապես մեզ պետք է ասել Տեր, օգնիր ինձ մնամ քո ծրագրի մեջ և հավատարիմ մնամ մինչև վերջ, ամեն, թող Աստված օրհնի յուրաքանչյուրից սիրելիներս, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու գեղեցիկ հաղորդակցությունը լինի բոլորիս հետ Ձեռքերիդ մեջ է